Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում Կիրակ Նորյա դասեր հաղորդաշարն է։ Այսօրվա իմ զրուցակիցներն են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկո Նասլանյանը եւ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ինչպես նաեւ Վայոց ձորում նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։ Բարի երեկո պարոնայք, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք տարբեր թեմաներ ունենք քննարկելու, բայց առաջինը չեմ կարող չսկսել Միքայել Սրբազանի վերաբերյալ դատավոր Արմինե Մելքսեցյանի որոշումից, որով փաստորեն Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Սկսենք, հա, սպասելի էր, անսպասելի էր, ինչու այդպիսի որոշում կայացվեց այն դեպքում, երբ որ Միքայել Սրբազանը իրականում որևէ կոչ չի արել, հա, տեսակետ է արտահայտել, փաստորեն դրանով ազատ խոսքի սահմանափակում է տեղի ունենում ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։ Պարոն Ղազարյան, սկսենք ձեզանից, հա, ինչու 2 տարով։ Նախ Միքայել Սրբազանը իր հայտարարությունն արել է 2023 թվականին։ 2023 թվականի իր հայտարարությունից հետո ոչ մի իրավական գործընթաց չի եղել, այսինքն եթե դա կոչ էր, դա բռնություն էր, դա ինչ-որ բան էր, իրավապահները պետքա տեղում արձագանքեին, մանավանդ գաղտնի չի եղել, հրապարակային հարցադրություն։ Իրանք ոչ մի խնդիր չեն տեսել, բայց դրանից 6 ամիս հետո 2024 թվականին խնդիր է տեսել Դանիել Իոնիսյանը։ Եվ նա դատախազություն գրավոր հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ասում է, որ այդ կոչը 2023 թվականի իր մեջ բռնություն է պարունակում։ Դատախազությունը քննության առարկա է դարձրել այդ հաղորդումը, պատասխանել է գրավոր Դանիել Իոնիսյանն, ասում է մենք քննեցինք ձեր հաղորդումը։ Այդ հարցազրույցի մեջ իրավական հիմքեր չկան քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Դա եղել է դատախազության պաշտոնական դիրքորոշումը։ Հետո գալիս է 2025 թվական, այս ամբողջ գործընթացների շրջանակում Միքայել Սրբազյանը ձերբակալվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Իսկ ո՞րն են այդ գործընթացի հիմքերը։ 2025 թվականի մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքյոր Փաշազադեն հայտարարել է, որ ստեղծում են Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթը։ Դա իրանց թեմն է Կովկասի մահմեդականները։ Եվ նաև Էջմիածինը համարեցին ադրբեջանական տարածք։ Եվ պետք է լներ այդ Ղազիաթի հոգևոր կենտրոնը։ Մայիսի 22-ին է դա եղել։ Հայաստանի իշխանությունից ոչ մի արձագանք չի եղել դրան, բայց Մայրաթորը կտրուկ արձագանքել է շատ կոշտ ու չոր։ Դրանից հետո Վեհապար Հայրապետի ելույթը Շվեյցարիայում, որը հանրայնացվել է մայիսի 28-ին, մայիսի 29-ին կառավարության նիստ Չուլանը, ու դրանից հետո այս գործընթացները Միքայել Սրբազանի ձերբակալություն, այսինքն եւ ոչ միայն Միքայել, նաեւ Բագրատ Սրբազանի, նաեւ եկեղեցու ամենամեծ բարերարի Սամվել Կարապետյանի, սա մի ամբողջություն է։ Հիմա թե ինչի 2 տարի, դա ինձ թվում է դա ուղիղ համընկնում է մեր պետության ավարտի ժամկետի հետ, այսինքն եթե 2026 թվականին պիտի ընտրություն լինի, դրանից հետո սահմանադրական հանրակրվի, այսինքն պետությունը հենց այդ ժամանակ에 վերանալու է։ Ինձ թվում է այդ մասին, բայց ինչով էր խանգարում Միքայել Սրբազանը։ Այո, ունի բարձր հեղինակություն, Միքայել Սրբազանը հարգված հասարակության կողմից, բարձր հեղինակություն եւ տարբերվող դիրքորոշում հասարակական։ Մշտապես է ունեցել այդ դիրքորոշումը, հա, քննադատական։ Միայն դա է, ուրիշ բան չկա։ Նա կոչ ընդհանրապես չի անում։ Ինչով պիտի խանգարեր 26 թվականի ընտրություններին։ Հեղինակությամբ։ Բացի այդ, սա նաև պայքար է եկեղեցու դեմ։ Եվ Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը նրանք բարձրագույն հոգեվոր խորհրդի անդամներ են եւ թեմական առաջնորդներ։ Այսինքն իրանք դրանով նաև եկեղեցին գխատելու process-ն են իրականացնում, որովհետեւ մենք չենք մոռանում, չէ՞, որ դեռևս շարունակվում է թիրախավորված մնալ ամենայն հայոց կաթողիկոսը։ Իհարկե։ Եվ նրա դեմ պայքարը շարունակվում է։ Իսկ կաթողիկոսին հեռացնելու ընդհանուր համատեքստում պետք է նաև լուծարվի բարձրագույն հոգևոր խորհուրդը, չէ՞։ Փաշինյանն ինքը նաև ծրագիր է ասել, որ մի հատ ամուսնացյալ քահանա, արդեն ոնց որ դրանել են գտե անտերհարամ, պետք է գալի տե կաթողիկոսի տեղապահ, ասում է այդ մի քանի դարերի կանոնակարգը եկեղեցու պետք է դառնա մի հատ բրյոշուր արևելահայերենով սեղմագիր, մինչև այդ ընթացքում դի կաթողիկոս չընտրվի։ Սա համակարգված պայքարի մաս է կազմում։ Հետևաբար Միքայել Սրբազանը թիրախավորված է ոչ միայն իր հանրային հեղինակությամբ, ապագա քաղաքական գործընթացների իմաստով, այլ նաև հենց եկեղեցու դեմ գործողությունների արշավի իմաստով։ Իդեպ հեռուստադիտողին էլ ներկայացնեմ, որ Դանիել Իոնիսյանը
երեք գրել է Աճապահյանի պատժի չափը փակագծում ձևը adekvat չի։ Միքայել arczepiskopos Աճապահյանի խոսքում հանցագործության արկայության մասին գրությունը դեռ անցյալ տարի ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է, Աճապահյանը կատարել է այդ արարքը, բայց մեղմ ասած չեմ կարծում, որ նման արարքի համար պետք է 2 տարի իրական ոչ պայմանական բանտարկություն սահմանել։ Աճապահյանի պատժի չափը ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է։ Իհարկե Էդմոն Մարուքյանը գրառման մեջ ասել էր, որ օբյեկտիվորեն որ քրեական օրենսգրքում առհասարակ հեղաշրջում եզրույթն արկա չէ, բայց կոչ չկա այնտեղ, կոչ չկա։ Պարոն Ասարյան, մի քիչ այլ տեսանկյունից ցանկանայի վերլուծել ու ընդհանրապես նայել այս տեղի ունեցող իրադարձություններին, բնականաբար այն գործողությունները, որոնք գործին մասնակցող իրավաբանները, իրավապաշտպան կառույցները ու ընդհանրապես իրավական եզրույթների շրջանակում է գործերը նմանատիպ լուսաբանվում, ես իրավաբանություն տեսնելու դեպքում միգուցե համաձայնվեմ ինչ որ հոդվածների, պատժաչափերի, բայց կարծում եմ մենք գտնում ենք լրիվ այլ հարթությունների մեջ իշխանության, վարած քաղաքականության ու հանրային դաշտը լրիվ այլ խաղամակարդակներում, այսինքն իշխանությունը գտնում է մարդուն, ում պիտի թիրախավորի ինքը, ու այստեղ անպայման չի, որ կոնկրետ, ասենք Միքայել Սրբազանին ինչի համար են թիրախավորում կամ Մամիկ Օնաստանյանին կամ Էդգար Ղազարյանին, այստեղ խնդիրն է, որ իրանք որոշել են, որ այս մարդուն պիտի թիրախավորեն, ամեն անգամ թիրախների նշանակետներն ու նպատակները տարբեր են, քաղաքական հաշվեհարդար են տեսնում։ Իհարկե, եւ արդեն հետագայում սկսվում է այդ մարդու նկատմամբ ինչ որ գեներացիա, ինչ որ process-ների գեներացիա, իսկ հոդվածը կներեք, ցանկացած դեպքում կարելի է գտնել երեք կարծեմ նույնիսկ դատավորը այլ հոդված է կարդացել, այլ հոդվածով դատել, չգիտեմ, ինչ ուզեմ ասեմ, այսօր այնքան մոտավորապես, այսինքն մեր հետ կներեք մականով գոլֆ են խաղում, մեզ խփում են գոլֆի գնդակով, չգիտեմ որտեղ կընկնես, մենք ինչ որ դրած շախմատային կամ չգիտեմ իրավաբանական, ակադեմիական, չգիտեմ քրեադատավարական օրենսդրությամբ ուզում ենք պայքարենք դրա դեմ այդ ձևի պայքար չի լինում, ել եմ ասում, քանի դեռ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը այդ ձևի ոնց ասեմ նապլիվացեցկի եւ ընդհանրապես մարտահրավեր են նետա ցանկացած մարդուն, այդտեղ իրավական գործընթաց տեսնել, դրան իրավական գնահատականներ տալ, ընդամենը պիտի ուղղակի պայքարել կյանքի առողջության համար, որ այդ ընթացքում գոնե Փարաքյարի համայնքապետի ճակատագրին չարժանանալ, թե չէ մնացածը ում էլ ուզեն իրենք անելու են ու այտենց մարդ չկա, որ իրենց թիրախում հայտնվի ու դրա համար պատճառը չգտնվի են այս վերջերս չգիտեմ գրառում է արել թե ինչ են Յարոսլավ Հաշեկի այն Քաջարի Շվեյկի արկածների մեջ որ մեկին բանտ են տանում թե ինչ ասում ինչի համար են քեզ 10 տարի տվել ասում ոչ մի բանի համար ասում բայց ես գիտեմ որ ոչ մի բանի համար 5 տարի են տալիս ասենք 10 չեն տալիս բայց հիմա ուզում ասեմ ստեղ բայց բարոյականության սահմանը այդ տարիքի մարդու գծել այսօր խաղի կանոնները ով գծում է ով թելադրում է այդ առաջամարտիկը ով է այդ բարոյական սահման գծելու ով է կարողանում օրակարգ թելադրի նայել այդ բարոյական սահմանները կամ կրողն է կամ ընդհանրապես բարոյական սահմաններ չկան որ կրեն այդ մարդը երեք Սրբազանի քույրը հա նախորդին դատավարությունից հետո հուսված լաց էր լինում ասում էր մի նայեք Սրբազանի այդ ժպիտին իր առողջական վիճակը լավ չէ իսկապես նա ունի լրջագույն առողջական խնդիրներ այդ տարիքի մարդուն լավ բարոյականության այսպիսի անկում մենք հարցը էս իշխանությունը չի իրենք գնալու են իրենք այսօր կան վաղը չկան ինչու են այլասերում ամեն ինչ հա այսքան վատություն անել հանրային հեռուստաընկերությունը ամբողջովին դրա համար էլ այլասերում են հանրային հեռուստաընկերությունը Վեհապար Հայրապետի, եպիսկոպոսների վերաբերյալ arczepiskopos-ների, դուք տեսեք ինչ կարգալույց հոգևորականներին անդադ հյուրերավիրելով բառապաշարով են խոսում։ Սա, այսինքն այս անկումը, սա բոլորիս երեք Վահեն Հովհաննիսյանին ճիշտ ասեց, երևի վատ ենք պայքարում։ Երևի մենք չենք անում այդ ամբողջը, հա, այն հասարակությունը։ Մենք մեր աշկին սովորեցրել ենք արդեն, որ մենք կարող ենք սրբազան հայրերին հոգևոր հայրերին տեսնել դատանի դահլիճում, տեսնել մեղադրյալի աթոռին, չէ՞, դա ասենք, գիտեք ինչքան անբնական երևույթ կարելի է։ Մենք այդ մարդկանց միշտ տեսնում ենք եկեղեցիներում, տեսնում ենք իրենց շուքով, տեսնում ենք պատարակ մատուցելուց, չէ՞։ Նրանց արժև ոչ թե նրանց արժև, այլ նրանց ծառայության ներքո
ծնկի ենք իջնում Սուրբ Խորանի առջև, նրանց ձեռքից հաղորդություն ենք ստանում, նրանցից օրհնություն ենք խնդրում։ Ու այդ մարդիկ բարձում են սովորական դատարանի պատերի տակ կանգնած ոստիկանները թողնեն կամ չթողնեն, որը նստի, որը կանգնի, որը մեղադրյալ, որը ներկա։ Այդ կադրերը, որ արդեն սովորեցրել են մեր հասարակությանը, դա հենց այդ բարոյական անկման դրսևորումն է։ Ու եթե իմանաս, որ այդ մարդիկ որևէ թեկուզ աննշան ինչ-որ մի իրավախախտում են արել, կարելի է մտածել, որ իրենք այդ կարգավիճակում հայտնվել են իրենց գործած մեղքերի, հանցանք ինչ-որ, բայց երբ որ գիտես, որ նրանք ակնհայտ ոչինչ չեն արել, անում են ավելին, իրենց առաքելությունից բխող, իրենց վրդովմունքն են արտահայտել։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, այդ որ հոգևորականն է համերաշխ, որ մի հսկայական հոգևոր ժառանգություն այսօր պղծվում է։ Ամեն մի եկեղեցի, ամեն մի մատուռ, ամեն մի խաչքար մեզ համար սրբավայր է, չէ՞։ Մենք ինչ զգոնությամբ ենք դրան մոտենում, ինչ վերաբերմունքով, ինչ զգացմունքներով։ Ու մեկ է գիտես, որ ամարասա հիմա պղծվում, գանձասարա պղծվում, Ղազանչեցոց է պղծվում, դարերի աղոթք կան, դե հնչե անխախտ։ Մայրաթոր Սուրբ Էշմիածին, դից սկսի հիշում եք ընդեմ Վեհափար Հայրապետի շարժումը, որ եղավ։ Այո, Նոր Հայաստան, Նոր Վեհարան էին ներխուժել։ Չափապ էին ուտում Վեհարանում, հիշում եք։ Հիմա սա ոնց կարա։ Դա ոչ թե հոգևորականը հարմերաշխ լինի։ Ինքը որոշել է, չգիտեմ, խիա որոշել ծրագիր անում, իր մտահղացումն է, ինքը մտածում է, որ ինքը ինչ որ միսիոներ է կամ ինչ որ բան է իրականացնում, այդ մարդը որոշել է այդ արժեքները վերացնի, ոչ թե դեգրադացնի, պղծի, այսինքն եթե մարդու համար դա արժեք չի, ինչը պիտի պղծի ինքը։ Եթե Վեհափար Հայրապետը, Սուրբ Մայրաթոր Սուրբ Էշմիածինը կամ Սրբազանած դասը եպիսկոպոսած դասը իրենց համար, ոմանց համար կամ որոշներ, եթե արժեք չեն, ի՞նչն են պղծում իրեն։ Բայց պարոն Ասլանյան, ինձ հետաքրքիր է ժողովրդի ռեակցիան այն իմաստով, որտեղ հոգևորական այն մարդն է, որը ներկա է լինում եւ մեր ուրախության ժամանակ, եւ մեր ձեռքբերումների ժամանակ, չէ՞, տուն ենք ձեռքբերում, ուզում ենք օրհնի, ամուսնացնում են, եւ ցավոտ օրերի ժամանակ, մկրտությունը եւ ցավոտ օրերի, ծանր օրերի ժամանակ, երբ որ մարդ են կորցնում։ Մեր տուն, բոլորիս տուն մտնող ամենակարևոր մարդն է հոգևորականը։ Եկեղեցու նկատմամբ այս ոտնձգությունների արշավը ունեցել է նաև լրատվական մեդիա ուղեկցություն ու դա 18 թվից չի։ Դա ասենք տարիների ընթացքում փող վերցնող տերտերներ, կարծես տերտերը ուրիշ, կներեք, Տեր Հայրը ուրիշ ինչ որ եկամուտի աղբյուր ունի, քան իր հոտի, հավատավոր հոտի կողմից տրվող օգնություններով ապրելը, չէ։ Ախր գիտեք ինչն են, ասենք հիմա շարքային սովորական քաղաքացու մոտ սերմանել են, որ կնունքը վերցրեց փողը, մի տա փողը, որ փողը չտաս չի կնքելու։ Դες բան չկա, չէ, բայց վերջը եկեղեցին հաշվում, ապրում է, շնչում է, իր գործողությունն իրականացնում է, իր հոտի հաշվին, այսպես ասած, հոտի մեքենասի բայց տարիների ընթացքում, տասնամյակների գուցե բերել են լավ եւ վատ հոգեվորականներ, չգիտեմ, ով որ ինչ որ աչքի չի ինգե, նրա մասին չես կարող ոչ մի բան ասես, ով մի քիչ հանրային հեղինակություն, մի քիչ հրապարակայնություն ունեցել, այդ մարդիկ միշտ թիրախավորված են եղել ու դա բերե հասել է այն ժամանակ, երբ որ արդեն դրա մասին ուղղակի բաց է խոսվում, թե չէ միշտ դա ունեցել է։ Այդ 2008-7 թվերից սկսած արդեն գալիս էր, չէ, համ եկեղեցու նկատմամբ, նույն կոռուպցիայի նկատմամբ այդ մեդիա արշավները, 50-50-ները, չգիտեմ 5 միլիարդները եւ այլն, ուզում եմ ասեմ, դրանք տասնամյակների ընթացքում մեդիայով դրսից սնվող մեդիաներով հիմնականում բերե ժողովրդին հասցրել են դրան, որ ժողովուրդը այսօր մտածում է, որ տերտեր եթե կներեք կամ մոմը եթե ծախում են, ուրեմն դրա մեջ կա կոռուպցիա, դա իրանից թալանում են, չգիտեմ ինչ, դա սովորական ժողովրդի համար դա կներեք, եկուզ որ ավտոբուսի փողը չտա, այդ 100 դրամը իրան օգուտ է։ Վաղը որ մոմի փողը չտա, այդ 100 դրամն էլ է իրան օգուտ։ Հետեւաբար հաճելին, երբ որ ներկայացնում են իրականության եւ սպասվածի տեղ, հանրային տրամադրությունը այդտեղ է առաջանում, հա մի քիչ առաջավոր մասան, մի քիչ հոգեվոր մասան, մի քիչ, չգիտեմ, ովքեր որ եկեղեցու նկատմամբ իրոք ունեն այդ խոնարհում, հնազանդություն եւ նաեւ միտք ու գաղափար, նրանք բոլորը հասկանում են, բայց այն մարդիկ ուղղակի ովքեր որ այդ ձևի կյանքում ներգրավված չեն, զուտ որպես հոտի անդամ կամ հետևորդ են
ու իրանք ինչ սնուցում են ստանում մեդիայից, դրանով էլ իրաց մոտ հասարակական Ես մի բան հիշեցի, միջազգային կազմակերպություններից որոշները, ովքեր այսպես կոռուպցիայի մակարդակ էին իբրև թե չափում, մինչև 18 թվականն եմ ասում, մինչև այս հեղափոխություն, գունավոր հեղափոխությունը 18-ի, ուրեմն ինչ էին անում, երբ որ փորձել էին մասնագետները ճշտել մեթոդոլոգիան, ինչ մեթոդոլոգիայով եք պարզում, որ ասում եք իբր թե կոռուպցիան շատ է, այնինչ կոռուպցիայի ընկալումն էր բացել, ոչ թե կոռուպցիան, եւ երբ որ փորձել էին հասկանալ ինչ կերպ են անում այդ հարցումները, օրինակ ինչ հարց են, ասենք, ասում են քաղաքացուն, դուք երբ որ ձեր երեխան գնում է դպրոց տարական օրինակ դասարան, ուսուցչի ծնունդ է լինում, ծաղիկ տանում եք, այո, կոռուպցիա Երբ որ բժիշկը վիրահատում է եւ ձեր հիվանդը առողջանում է, բարեհաջող է անցնում, դուք նվերանում եք, ասում են այո, կոռուպցիան բարձր է։ Հա, ընդ որում մի կողմ թողնենք նույնիսկ թե այդ կազմակերպությունները, որ երկրներից եկել են իրենց մոտ իրական կոռուպցիան ինչ է, հա, հիմա տեսնում ենք, չէ՞, Միացյալ Նահանգներից սկսած որևէ քարտեզի վրա մի երկիր ցույց տվեք, որտեղ կոռուպցիա չկա, բայց կոռուպցիայի ընկալումն էր բարձր։ Իսկ ընկալումը ինչպես է առաջանում։ ՀԿ-ների միջոցով հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ իրենց լրատվամիջոցներով սկսում են այնքան քարոզել, հասարակական եւ լրատվական աշխատանքով։ Սա է, հիմա նույնը անում են հոգեվորականների եկեղեցու։ Դրա հետ միասին կա նաեւ կոռուպցիայի դրսևորման իրական ինստիտուցիոնալ մեխանիզմ, օրինակ ասենք պետական գնումները։ Դրանք մրցույթներով են արվում, թե մեկ աղբյուրից են անում։ Օրինակ ադրբեջանա-թուրքական այդ գործակցության ընկալման շատ բարձր է։ Դա էլ ընկալում չի, դա փաստ է։ Այսինքն պետական բյուջեից գնումները փաստացի մրցույթով են արվում, թե մեկ աղբյուրից։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մեկ աղբյուրից գնումների ծավալը մեծացել է, հասել է արդեն կարծեմ մինչև 70%։ Իրենց ընտանիքի անդամներ, բարեկամ, խավորսանիկ, ընկեր, բացում են ընկերություններ։ Եվրոասֆալտի պատմությունը, Գարիկի են բանը վեդու խոշորացված համայնքի ղեկավարի Քերին, չէ, այն մյուս բան Անիվ հիմնադրամ, նրա այդ փոխկապակցված անձին, ովքեր են ընդ աշխատանք, դրանք ընկալումների հետ կապ չունեն։ Դրանք ուղիղ դրս, ասենք օրինակ իմ քայլը հիմնադրամ, ոտից գլուխ, չէ, ինքը ասենք այդ պարզա չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, դժվար կգտնվի մի մարդ, ով իմ քայլը հիմնադրամին $1 հանգանակություն կանի։ Այդ ինձ թվում է անհնար է։ Բառը օգտագործված էլ չէր լինի, եթե ինքը չլիներ։ Հիմա եթե այդ նշանակում է այդ հիմնադրամի ցանկացած նվիրատվություն նրա դիրքով է պայմանավորված, այսինքն կոռուպցիոն գործոններով է պայմանավորված։ Ու մենք է պարզվում է, որ այդ նվիրատվությունները միլիոնավոր դոլարների են, մեծամասամբ անանուն, եւ նաեւ չի երևում թե ծախսման ուղղությունները ոնց է գնում, ինչի վրա է գնում։ Հիմա էդի ընկալում չի կոռուպցիայի։ Ասենք այն որ վարչապետի աշխատակազմը ֆինանսավորումը կրթելը նորաձև է շարժումը։ Սիմոնյանի խավորներ ինչներ չէ, շինարարություն ահռելի ծրագրեր, որը ասենք Վիվարո այդ Հունաստան ճամփորդությունները օրենքի նախագիծը գրելուց առաջ եւ այլն էդի։ Դեռ մի օր կգա երևի կբացվի, կհասկանանք ինչ ահռելի գումարների մասին է խոսքը։ Հրանտ Բագրատյանը շատ ճիշտ է բնորոշել։ Այս իշխանությունը սրանք պետական բյուջեն օգտագործում են սեփական գրպանի պես։ Ու բան, հա, կապ չունի։ Փող, այսինքն էսա, ու պարտ կուտակելով երկրի վրա։ Ամենազավեշտալին նաև այն է, երբ որ նման, ասենք, հրապարակումներ կամ հարցադրումներ են, պատասխանը ոչ թե դա հերքելու կամ դա ինչ որ այլ կերպ օրինական ձևի արդարացնելու մեջ է, այլ նախկինների հետ համեմատելու, բա ձեր ժամանակ կարծես թե այն բանի անեկդոտ, այդ կներ են իհարկե վրացիները, որ ասում են какой народ самый тупой, ինչ որ նստած են, վրացին ասում է зато у нас вино хорошее։ Հիմա այսինքն ամեն ինչ նորմալ է, բայց зато մենք ուրիշ ձև ենք անում, ասենք այդ սկզբունքով, ասենք չի կարելի, ասենք եթե մենք չէ, իրանք եթե հենվում են, որ այդ հեղափոխությունը ժողովրդի ցասման, չգիտեմ, բացառբռնի, ուր է ժողովրդին ասել եք չի լինելու դա, դուք ասել եք ժողովրդավարությունը, դուք ասել եք ընտրությունները չեն կեղծվելու, ընտրության արդյունքները չգիտեմ ինչ, դուք այսօր ընտրել եք այս մասը անում եք, այսինքն թողում եք այսպես ասած ընտրություններնի, բայց եթե ձեր արդյունքները ձեռ չեն տալի կամ այդ մարդիկ բանտերում են կամ հետապնդման կամ ճնշումներ են ենթարկվում, խլվում են նրանց ձեռից իրենց հաղթանակները վերջերս էլ նաև վերացնում են։
ասենք խնդիրը դրա մեջ, ասենք, երբ որ դուք այդ բոլոր ձեր խոստացածները, ձեր, չգիտեմ, հեղափոխությամբ, ձեր քայլով բերած այդ գործողությունների որևէ նպատակակետի չեք հասել, դրանք բոլորը կիսատ պրած եւ PR ակցիաներ են ընդամենը նմանվել, հետեւաբար ձեր ամեն ինչ ասածը ստի ու անտրամաբանության մեջ կարելի է տեղավորել, ստի, կեղծիքի, զավեշտի, չգիտեմ, տրագեդիայի եւ ավելին ձեզ ասեմ, այն ծրագրերը, նախագծերը, որոնք նախկինները սկսել են ու հիմա իրանք ավարտին են հասում, լավ ծրագրերը, վերագրում են իրենց։ Հա, բայց իրենք այլևս չեն կարող նախկին բառը օգտագործել, որովհետեւ արդեն 7 տարուց ավել իշխանության է։ Եթե դու բողոքում ես համալսարանից, ումից ես բողոքում, որ վատնա, արդեն 2 սերունդ կրթվել է, հեսա ավարտվում է 2-րդ սերունդը, ճիշտ է։ Եթե դու բողոքում ես տնտեսություն, որևէ բանից եթե դու բողոքում ես, ու վրա ես մուննատ գալիս, հա, դու պիտի դու ես պատասխանատվություն կրում։ Հաջորդ թեման անպայման ուզում եմ անդրադառնալ նաև որպես տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատած մարդիկ, սեպտեմբերի 23-ին այդ դավադիր ստուգողական կրակոցներով սպանվեց Փարաքյար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ լուսաբացից արդեն քննությունը ընթացավ ուղղորդված կարելի ասել Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ սպանությունը վենդետա է փետրվարյան իրադարձությունների հետևանք։ Հիշեցնեմ հեռուստադիտողին, որ փետրվարի նախկին համայնքապետ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի շիշ-բռնողի ընկեր մտերիմ Հայկ Սարգսյանի ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան հարևանությամբ գտնվող գրասենյակի մոտ խմբակային ծեծկրտուկ էր տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել էր վերջինիս հորաքրոջ որդին Գրիգոր Ախտոյանը։ Ուշագրավ է այն, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ոստիկանությունը 2 օրից հայտարարեց, որ կասկածյալ չուներ, հետո ինչ որ հրաշքով կասկածյալներ հայտնվեցին, մեդիաներով, սոցիալական ցանցերով ներկայացրեցին, որ ահա բացահայտել են փետրվարին սպանված Գոր Օհանյանի եղբոր Նարեկ Օհանյանի հերոսացում գնաց, հա, նույնիսկ սկսեցին համեմատել Սողոմոն Թեհլերյանի հետ, հերոսացնել նրան, որոշ ժամանակ անց պարզվեց բոլորովին, հա, հիմա էլ նոր հանցագործի են բացահայտել, նորից ՀՄ-ի եթերում հայտարարեցին, որ բացահայտվել է։ Իդեպ նշեմ նաև Աստաբանները վիճարկում են դեռ։ Հա, Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նշեմ, որ Վալոդյա Գրիգորյանի մայրն ասել էր, որ իրենց ընտանիքից ոչ ոք չի հարձակվել, այսինքն քննչական կոմիտեն հայտարարում է հանցագործության բացահայտման մասին առանց դժողների հետ խոսելու, թե մայրը Վալոդյա Գրիգորյանի, թե հորեղբոր կինը, որ դասավանդել էր Նարեկ Օհանյանին, պնդում էին, որ չեն հավատում, որ Նարեկ Օհանյանն է կատարել ոստիկանության իրավապահների վարկածին չեն հավատում եւ ավելին ասում են, որ այդ սպանությունը ունի պատվիրատուներ կան։ Անկեղծ ասած, պարոն Ասլանյան, ես երբ որ ես եղա, ասեցի Մամիկո Ասլանյանը լավ պատասխան։ Ձեզ կարող էին սպանել։ Հա, ձեզ միանգամից դուք ընտրվում եք, ձեզ տանում են բանտ ու նստեցնում 2 տարի, քանի ամիս, հա, Ալավերդիում ինչ եղավ ընտրությունները։ Լավ եք բրծել։ Այսինքն կարող էր Աստված ոչ անի նման առաջներս եկավ էլի։ Հա, Ինչ եք ասում։ Հա, դաժան բռնություն մեր շենքի ակնհայտ սպանելու մտադրությամբ, որը ընտրությունների համար եմ ասում։ Ես էլ իմ հասարակական քաղաքական գործունեության, ամենօրյա գործունեության համար եմ այդ վիճակի մեջ հայտնվել, ասենք իմ նկատմամբ բռնությունը չեն գործադրել։ Բայց դուք ընդ որում արդեն դուք բացահայտել եք ով է, ինչ է եւ այլն եւ ընթացք չի։ Ահա։ Ազատության մեջ։ Այս երևույթի մասին, ոչ թե կոնկրետ սպանության, ես երկար ժամանակա խոսում եմ, որ երբ որ հասարակությունը համայնքային այսօրվա ձևավորվող իշխանությունները կամ այն մարդիկ, ովքեր որ ներառված են կառավարման կամ ձգտում են իրականացնել ու ավականիներ, տեխնատներ, երբ որ տեսնում են, որ պետությունը հաշտ, համերաշխ, անօրինական ապօրինի ճանապարհով ընտրություններից զատ ձևավորում է ապօրինի իշխանություններ, այդտեղ ածանցվում է նաև իրանց հարազատների, բարեկամների, այսինքն դա լրիվ դառնում է օրինաչափություն։ Հիմա տեսեք, քանի համայնք դուք թվեցիք, որտեղ որ բնակչության աչքի առջև իրենց տված քվեները, որոնք որ պիտի գնային ծառային նպատակին, այսինքն իրենց կողմից ընտրված մարդկանց միջոցով պիտի իրականացվեր տեղական ինքնակառավարում, այսօր տեսնում են լրիվ ուրիշ մարդիկ են ղեկավարում համայնքները։ Ու այդ մարդիկ ղեկավարում են ոչ թե օրինական ճանապարհով, այլ զարտողի ապօրինի ճանապարհներով ու այն ձևի ճչացող ապօրինությունների միջոցով, ասենք որ կներեք որևէ մեկի մոտ այլևս հավատ,
չգիտեմ ինչ, ու այդտեղ արդեն սկսում են նաև լարվածություններ, այդտեղ արդեն գլուխ է բարձրացնում կրիմինալը, ովքեր որ տեսնում են, որ եթե իշխանությունը լրիվ ներդաշնակ է ապօրինության հետ, ապա ինչու ոչ հանցագործ աշխարհը, ու ասենք ավելի փոքր մակարդակի, չմասնակցի կառավարմանը, նույն, չգիտեմ, այդ լափամանին եւ այլն, ու արդեն այստեղ սկսվում են նոր կլանների ձևավորում։ Համայնքներում սկսվում է այդ կոնֆրոնտացիաները, գալիս են այդտեղից ու ցանկացած համայնքում որ նայեք վերջի շրջաններում տեղի ունեցած ծեծկրտուքներ, չգիտեմ, կրակոցներ, բացի այն կենցաղային, որ ամեն օր գրեթե լինում են, դրանք բոլորը ածանցված կամ ծնված են նախընտրական կամ հետընտրական որևէ սրացումներից։ Ու սա տանելու է ավելի խորացման, որովհետև մեծ համապետական ընտրությունների վաղ դա չի երևում, ինչ առումով եկան 4 տարին մեկ այնտեղ ու մարդիկ ոչ իրանց դեպուտատին կարան ասենք 6 ամիսը մեկ կամ տեսնեն կամ չէ արկա, ոչ վարչապետին, ոչ խմբակցության ղեկավարին, նույնիսկ եթե այդ ապօրինությունները ընտրությունների կամ հետընտրական շրջանում կատարում են, դա տևում է 10-20 օր։ Հետո հանդարտումը կմենացնում են իրանց օրենսդիր կամ գործադիր աշխատանքից համայնքներում այդպես չի։ Այդտեղ փոքր ցեղեր են, մանավանդ գյուղերում, գյուղական բնակավայրերում, այնտեղ թշնամությունը դառնում է արդեն լուր հակամարտության ու դա թե որտեղ կպայթի, ինչ ուղղությամբ կպայթի, այս Վալոդիայի չարաբաստիկ ողբերգական սպանությունը դրա արդյունքն է, այստեղ կարևոր չի կոնկրետ ասենք քանի բացահայտված չի, մի քիչ փաստական հանգամանքներից ելնելով, բայց միանգամից ներկայացնել վենդետա, հենց առաջ օրը որ խոսացին, այդ խզակոթով խփել, ասի, ինձ թվում է դա վենդետա չի, դա վենդետայի իմիտացիա է, որովհետև վենդետա անողը իր համար всё равно ինքը կբռնվի թե չի բռնվի, որովհետև ինքը իր ցասումը վրեժը գնաց է արել է, այսինքն իր համար ինքը կիլլերի պրիոմներ չպետք է անի, դիմակ դնի, ձեռնոց դնի, դեմքը փագի, բռնվի, ստուգողական կրակոց կամ մյուս անձինք ինչ էին, այսինքն սրա ցինիզմը հանցագործության կատարման խոսում այլ բանի մասին, սա եւ վենդետայի տարեր է պարունակում եւ քաղաքական հաշվեհարդարի եւ նաեւ մարդկանց աչքը վախացնելու հիմա դուք պատկերացրեք, եթե Փարաքյար համայնքում իշխող ուժը նորմալ չկարողանա կառավարել, ասենք, դուք էլ մոտակա տարիների ընթացքում գուցե էլ այնտեղ քաղաքական պրոցեսներ գեներացնելը շատ դժվար է այլ ընտրություններ էին, տեսնում եք, չէ, ԿՊ-ն ինչեր էր անում, Վալոդիա Գրիգորյանի դեմ, Էշմիածին ու Փարաքյար համայնքը կպած են իրար։ Շուտով ընտրություններ են, շուտով ընտրություններ են, դա այդ իր մուլտիպլիկատիվ հակառակ ռեգրեսիվ ազդեցություն ունենալու այլ համայնքների վրա, այսինքն այստեղ մարդիկ տեսնելու են, որ այդտեղ արյունի հոտ է գալիս։ Նաև այդ են ցանկացել է ցինիզմով անել, թե չէ կներեք Վալոդյան աշխատավայր ունի, տուն ունի, մենակալնում եւ այլ, եթե մեկը որոշել է իրան ինչ որ վերացնի, ասենք 3 մարդու կյանքը վտանգելով, որից մեկինը խլեց կյանքերը, մյուսինը հրաշքով փրկվեց։ Հետեւաբար դրա վրեժը ո՞րն է, բա այն Կարենիկ ամեն մյուսի ինչ էր, վիրավորի հարազատները գնան ասեն ախպեր ջան, այդ վենդետա ունեիր դու, Արցելունից ինչ վենդետա ունեիր, հələ մի հատ դրա պատա, դա փողոցի ժարգոնա, չէ՞ արդեն դառնում այդ վենդետան։ Բանալա դրա պատասխանը դու մեր արունը ո՞նց ես խմել, ասենք ինչ որ քու աղբոր կամ հորքուրի քերու տղու կամ հարազատ ո՞նց է պաշտոնը զբաղեցնում անձը, որ սենց ուղղորդում է, հա, վենդետա է դու խայտարակ է լինում։ Դա հեշտ է, ոչ թե ուղղորդում, այնց թվում է իրանք հասկացան, որ այդ ցինիզմը չի կարելի մարսել, ու ուզեցին տանեն այդ վենդետայի ինչ որ կենցաղա այդ վրեժի արյան, վրեժի ուղղությամբ, բայց Փարքաստու ոստիկանությունը երևի կարողացավ մի քիչ ավելի օպերատիվ գտնվել ու կարողացան հայտնաբերել նաև հիմա փաստաբանին են օրը լսեցի ես տղայի, ասում է այս տղեն ընդհանրապես կապ չունի, այդ ում ներկայացնում հերոսացնում էին թե Հելերյան բան, ասում է այս տղեն կապ չունի, բայց ըստ էության իրանց այդ այրված այդ հետքերը հայտնաբերվել էին իրանց Այսինքն կարող է տարեկցել են։ Այստեղ նշենք, որ հորեղբոր կինը այդ հարցազրույցում ժողովրդի հետ զրույցում ասում էր, որ Վալոդիա Գրիգորյանի տանը տեսախցիկ չի եղել, հա, վենդետա անողը տան մոտ կաներ, չէ՞։ Էդ եմ ասում էլի, այսինքն սա իր ցինիզմը ու նետած ձեռնոցը այլ բանի մասին է խոսում, ստեղ իշխանությունը գլխատելու եւ հետագա process-ները նաեւ վիժեցնելու փորձել, այսինքն նամյոկ ասա, որ
տեսեք, հա, մենք սենց ենք արդեն հարցեր լուծում։ Քաղաքական բան ասեմ, էլի։ Այդ որ ասում են վենդետա ինչին ի պատասխան պետք է լինի 2025 թվականի փետրվարի ողբերգության։ Այո։ Իսկ ով ասում որ Վալոդիա Գրիգորյանը դրա հետ կապ ունեց։ Այդ դեպքի հետ կապված ձերբակալել են Վալոդիա Գրիգորյանի եղբորը, մինչև հիմա փետրվարից հասել ենք հոկտեմբեր։ Մեղադրանք առաջադրված իսպանությունը, խուլիգանությունը։ Տնային կալանք, չէ՞։ Տնային կալանք են տվել, բայց չեն կարում, չէ՞, ապա, այսինքն այդ փոքր գյուղում սպանությունը կազմակերպել ու դուք չեք կարացել մինչև հիմա բացահայտեք։ Ոնց կարող է ինքը դրա հետ ուղիղ առնչություն ունենալ ու դա բացահայտված չլեր, այդ գործը արդեն ավարտած չլեր։ Բայց ինչի են դա կապել Վալոդիա Գրիգորյանի հետ փետրվարին, որովհետև Վալոդիա Գրիգորյանը արդեն նախընտրական արշավի մեջ էր։ Իսկ որ իշխանությունները առաջադրված ընդդիմադիր տեխնացուների դեմ process-ներ են սկսում, որպեսզի դա շահարկեն, նրա դեմ օգտագործեն։ Դա առաջին անգամն է։ Զուգահեռ Փարաքար ընտրությանը Գյումրիում էր, չէ՞ ընտրություն։ Այո։ Մի հատ ընդդիմադիր տեխնացու կա, որ իրավական process-ով նախընտրական շրջանում անցած չէ։ Հայաստանում կա տենց ընդդիմադիր համայնքի ղեկավար կամ Այսինքն ակնհայտ Վալոդիա Գրիգորյանի եղբորը բռնել են իմ տպավորությամբ այդ հանգամանքը օգտագործելու իր վրա, իր քաղաքական դիրքորոշման վրա ազդեցություն գործադրելու համար չեն կարացել դա ապացուցեն, հիմա էլ ասում են, էդի դրա հետ կապված վենդետա է, ով ասում։ Իսկ մենք մոռացել ենք, որ Փարաքար համայնքի ընտրությունը արտահերթ է։ 2025 թվականի ընտրությունը արտահերթ էր, չէ՞, հերթականը պետք է էր 2020։ Իսկ ինչի էր արտահերթ։ Որովհետև Վալոդիա Գրիգորյանը 2021 թվին ամենաշատ ձայն էր հավաքել Փարաքար համայնքում, ապրելու երկիր կուսակցությունով, չթողեցին այս մարդը ընտրվի համայնքի ղեկավար։ Հələ հիշեք էլի Փարաքարում երկու հոգի ասում են, Վալոդյան ասում էր, ես եմ համայնքի ղեկավար, եմ ասում էր, ես եմ։ Ղազարյան, Վալոդիա Գրիգորյանը այդ ժամանակ հայտարարել է, որ եղբորը իրեն ճնշելու համար են բռնել։ Ես այդ ժամանակ է հայտարարել Վալոդիա Գրիգորյանը։ Նայել է նախընտրական շրջանում, այսինքն ակնհայտորեն դա իսկ ԿՊ-ի process-ը 25 թվականի ընտրություններին, մատ կարանք հիշենք ով էր ղեկավարում։ Նարեկ Մկրտչյան, որը հիմա Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան է, իսկ այդ ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Նարեկ Մկրտչյանի եղբորը մոռացել ենք, որ է սպանությունից մի քանի օր առաջ թմրանյութ եւ ապօրինի զենքով ձերբակալել են։ Մոռացել ենք, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ասում է Ռաֆիկ ни в чем не виноват։ Ասում է գցել են գնացել։ Քցողին էլ Նարեկ Մկրտչյանի եղբայրն ասում է ով է կոնկրետ իրանց հարևանը։ Մինչեւ հիմա չենք թե։ Լսել եք որ դրանք գտածել են, ես չեմ լսել։ Բայց որ չենք ցել, ինչ են տնային կալանք տվել։ Մեղադրանք են առաջադրել մեղադրանք։ Ուրեմն իմ սուբյեկտիվ։ Այսինքն այս ամեն ինչը մենք պիտի մոռանանք, մենակ լսենք իշխանական վարկած։ Իսկ այն որ իշխանական վարկածով է վարույթը շարունակվում, այս առաջի դեպքն է, երկու հատ հիշացնեմ, Սուրմալու Ազատ գյուղի կացարան։ Սուրմալիում հիշում եք պայթունից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, պետքա բացառել ահաբեկչության վարկածը։ Չի քննարկվել այդ վարկածը։ Սոնա Մնացականյանի դեպքը հղի կնոջը վրա երթի ենթարկած վարորդը կալանավորված չէ։ Դա էլ երրորդը։ Միքայել Սրբազանը բան միտք արտահայտելու համար գիշերը ժամը 1:30 ողբերգություն եղել է։ Առավոտը ժամը 11-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հենց է պատմում։ Ականատեսը կարող է կեսը մոռացած լինել։ 3 լիտրանոց բենզինը բերին, լցից հետո որ դուս գիտես, հələ նախաքննություն գիշերն է էլ ողբերգությունը։ Անց տպավորություններ ոնց որ ինքը ժամը 10-ին YouTube-ով նայել է 11-ի պատմում է։ Ու տենց էլ մինչև հիմա նախաքննությունը ինքը կառավարության նիստում ոնց ասել է, այդ ձևով դատարանում է գործը, մինչև հիմա ծնողները վրդովմունքից չեն իմանում։ Էլ ոնց արտահայտեն իրանց վրդովմունքը, պաշտպանը, որ նախաքննական մարմինը դատաքննությունը Փաշինյանի տված կողմնորոշումներից դուրս չի գալի։ Պարոն Ասլանյան, ավելին այստեղ հետաքրքիր է նաև այն դրվագը, որ Նարեկ Օհանյանը, ում եղբորը սպանել են փետրվարին, Գոր Օհանյանի եղբայր Նարեկ Օհանյանը, ում կասկածում էին, հա, իբրև թե ինքն է կատարել այդ հանցանքը, ինքը գնացել է հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթ եւ խնդրել է, որպիսի ընթացք տան, որպիսի բացահայտվի այդ հանցագործությունը, չի վստահել իրավապահների աշխատանքին եւ գնացել է մարդը Փաշինյանի
անեկան թերթին հարցազրույց է տվել խնդրելով աջակցություն, նույնիսկ այս դեպքում չի բացահայտվել, հա։ Իմ տպավորությունը այսպեսին է։ Այդ փետրվարի 5-ի այդ ողբերգությունը կամ դրան հաջորդ ժամանակաշրջանը ամբողջությամբ վերահսկվել է իշխանությունների կողմից, այսինքն գոնե ոստիկանության հատուկ ծառայությունների կողմից հաստատ այդ գաղտնալսումների արտաքին, չգիտեմ, հետևելու, ներքին դիտման եւ այլ հազար պրոցեսներ, օպերատիվ աշխատանքի։ Ու այստեղ ավելի շուտ չմանրամասնենք, որովհետեւ մանրամասներին բնականաբար չենք տիրապետում, այստեղ տեղի ունեցել լուր ուղղակի հետևել գործողությունների ընթացքին եւ այնտեղ հաստատ կան խմբեր, որոնք եւ նրանց հետ են շփվում, եւ նրանց հետ են շփվում եւ իրար խոսք տանել բերելով նույն այս մարդկանց մոտ գնալ խոսալով որտես ձեր այդ մեկի ջահել աղբորը խփեցին, այսօր իրանք ղեկավարում են, այսեն դա այն ձևի process է, որ մի քանի ամսվա ընթացքում մարդուն կարած դու բերես հասցնես հանցագործություն կատարելու մակարդակի։ Վանաձորում էլ են այդպես դեպքեր եղել, տարբեր տեղեր են, երբ որ մարդուն գցում են ազդեցության, հոգեբանական ազդեցության տակ, այսպես ասած թասիբի են գցում, կամ գտնում են մեկին, ով այսպես ասած այդ մասայի մեջից ավելի դուխովնա, ու դրան առաջ են անում, ասում են, բայ անի որ խփեք ինչ պետք է լինի, դա թողտվության արդյունք է։ Հաստատ իշխանությունների աչքից իրավապահ չի կարա դա վրիպատ չլինի եւ Վալոդյանն էլ միշտ դիտման տակ եղել եւ բոլորս ենք միշտ դիտման տակ ու մեր հեռախոսներն են լսում եւ այլ հետեւաբար դա մի օրում չի եկել հասունացել զենքի ձեռքբերում կա եւ այլ այնտեղ կրակարաններ ինչ որ տենց փաստեր կան որ գնացել են պարապելու ուզեմ ասեմ սա ուղղակի լուր հետեւողականությամբ process-ը կամ կհասներ իր նպատակին կամ չեր հասնի, այս դեպքում նաև օգնող, օժանդակող ձեր ասած մարդիկ էլ օգնած կլինեն լուրերով, ինֆորմացիայով, սրացնելով, այսինքն այս process-ը ամբողջությամբ իշխանությունների պատասխանատվության գոտում է։ Այստեղ չեն կարող այլ բան ասել, որովհետև նման իրավիճակում դու ունենաս աչքիդ առաջ չբացահայտված սպանություն կասկածելիների եւ թվացial կատարողների շրջանակ, որոնք իրար մեջ գտնվում են գրեթե թշնամական հարաբերությունների մեջ ու կանխարգելիչ միջոցառումներ օպերատիվ չկիրառվեն, ես դրան չեմ հավատում։ Մանավանդ եւ մայրը եւ հորեղբորկինը ասում էին նա թշնամիներ չին ու շատերն են եւ մի բան հոգեհանգստի արարողության ժամանակ մի կին էր հուզված գալիս ու ասում էր ես հիշում եմ տեսախցիկների մոտ ասում էր մենք ասում էինք բադա քեզ պետք էր Վալոդյա այսինքն նկատի ունի համայնքապետի պաշտոնը համայնքապետ դառնալը բադա քեզ պետք է Հիմա ես էլ ճշտամություն չունեի Վանաձորում բայց բերեցին հասցրեցին այնց իրավիճակի որ բուսնեցին մարդիկ այս իշխանության թևերից փնթիներ որոնց շնորհիվ ես հայտնվեցի բանտում ասեք այնպես չի որ մեկը գնացել էր ին վրա հայտարարություն դու ուղղակի մաղձը թշնամանքը անկարողությունը ովքեր որ գնացել էին գլուխ գովացել որ մենք կկրենք այս ընտրությունը հետո չկարողացան գնացին ինձ արեցին որ ինձ վերացնեն այդ ճանապարհից թշնամության հա բայց ձեր մեղքը որն էր որ դուք ընտրվել եք իհարկե որ ընտրվել եմ եւ որ իրանց ով է ընտրվում համայնքի ղեկավար ես որպես այո նախկին ով որ այդ համայնքում վայելում ամենաբարձր հեղինակությունը Իսկ դա ո՞նց է ձևավորվում։ Հեղինակություն ձեռք բերելը հասարակության ապրոստարիներն է վաստակն երկարամյա աշխատանք է, մարդկանց հետ ընդ որում մարդկանց հետ ուղիղ շփումներ է։ Դու չես կարա էլի ամենաթողություն անես, ես ինչ անես հանրության մեջ հեղինակություն վայելես, դա լինի ոչ թե 1-ի, 2-ի, այլ համայնքի մեծամասնության շրջանում, որպեսզի դու էնել Այս պայմաններում, երբ որ դու իշխանական թև չես ներկայացնում, հայացքներդ էլ ընդդիմադիր են, քո դեմ ամբողջ իշխանական համակարգն է աշխատում։ Ու դու այդ պայմաններում կարողանում ես բնակության մեծ դաստոյնի թշնամիները, այո, քո դեմ աշխատում են ամենը մեկի ժուլիկներ, ովքեր ոչ մի բանի չեն հասել, ու ասենք ինչ որ մեկի նկատմամբ իրանք կներեք սկսած մարդուն վերացնելուց, նրա հացը խլելուց, նրա երեխուն վնաս տալուց սկսած վերջացած կյանքին վերջ տալով այդ մարդիկ ամեն ինչի պատրաստ են, որովհետև իրանց համար այդ ովքեր որ զբաղված են այդ մանրախնդրությամբ, իրանց համար դա կյանքի միակ շանսն ալնեմ ինչ որ ձևի, չգիտեմ, մարդ սպանելու, ուտելու միջոցով ինչ որ բանի հասնել։ Նկատել եք, որ ԿՊ-ական ոչ մի գործիչ չի ընտրվում։ Օրինակ նկատել եք, որ ով որ ԿՊ-ում падգամավոր է, այո Հենց առաջադրվում են համայնքի ղեկավարի տեխնացու չեն ընտրվում։ Օրինակ այն Դանելյանը Կապանում չընտրվավ։
Այն Արեն Մկրտչյան Ալավերդիում չընտրվավ։ Գյումրիում Այսինքն իրենք ներկայանում են իբրև քաղաքական գործիչներ, բայց նույնիսկ տեղական մակարդակի ընտրություններում իրանք ժողովրդի մոտ հարգանք ու վստահություն չեն վայելում։ Ես դրեցեք հիմա ասում եմ Մամիկ Օնասյանն ընտրվել է, չէ՞, համայնքի ղեկավար։ Նա ոնց կարա ժողովրդի կողմից ընդունված չլի ընտրվի, դա բացառված բան է։ Առավել եւս, երբ որ քո մոտեցումները ընդդիմադիր են, այսինքն ընդհանուր իշխանական համակարգի, հիմա պատկերացրեք այս մարդու հեղինակությունը անձնական Ինչ մակարդակի է եղել։ Ընտրությունները ինչ ուրախություններ Երկու անգամ է հաղթե։ Նա 21 թվին է հաղթե, չեն թողել դառնա համայնքի ղեկավար։ 25 թվին արդեն նենց է հաղթե, որ իրավունքի ուժով է դառել համայնքի ղեկավար, որ չկարանան դեմն առնեն ընդհանրապես։ Սովորական մարդու հատկանիշներ չի, դա բացարձակ հեղինակությամբ եւ հենց դա է գնդակահարվել, այսինքն իր կերպարով հենց առաջին տպավորությամբ ասել են, որ ժողովրդի վստահությունը ինքնակառավարման մարմնի նկատմամբ է այս ոտնձգությունը, անկախ նրանից հետի զոհված մարդը եւ այլ հավոստիկանը։ Այս սա ուղղված է, այս կրակոց ուղղված է դրան, դրա հեղինակության անկմանը, տեղական ինքնակառավարների ժողովրդի կամքը գնդակահարվում է։ Իհարկե, հիմա վանաձորցիները տեսել են, չէ՞ որ իրանք գնացել են ինձ ընտրել ու ինձ տարել են Ես եթե հանցագործի ընկալում ունենայի Վանաձորում 21 թվականի ընտրություններին ինձ կգային ձայն կտան, եթե ես հանցագործի ընկալում ունենայի։ Շատ մեծ առավելությամբ, ստե խնդիրը է, այսինքն իրանք ինչ են ուզում կերտել։ Հիմա ընտրություն ա եղել, ոչ մեկը 50%-ից ավել ձայն չէ։ Ընդ որում ասեմ, մեր հիմիկվա ընտրական օրենսգիրքը եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքը բացառիկ է համարում դեպքը, որ կարող է ավական ընտրություններին որևէ մեկ 50%-ից ավել հավաքի, այսինքն ընտրական տրամաբանությունը չէ կարող լինի, չէ, բայց ընդհանուր մոտեցումը այն է, որ ընտրություններին մասնակցում են, հետո ձևավորվում է ավականին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար։ Հիմա Վանաձորի ընտրությունների Ասլանյանից շատ ձայն ոչ մեկ չի հավաքել։ Այո, նշանակում է ժողովրդի ամենայն դեպս քվեարկության մասնակցածներ ամենաշատ քվեն իրան են տվել։ Նշանակում է, եթե ոչ մեկը ուղիղ միանգամից չի ընտրվել համայնքի ղեկավար, ուրեմն համայնքի ղեկավար պիտի ընտրվի նա, որ ամենաշատ քվեն է, չէ՞ ստացել ժողովրդի վստահության։ Բայց չեն հաշտվում դրա հետ, ասում են, չէ, եթե Ասլանյանը ԿՊ եղած լներ, էդի կլներ։ Բայց եթե իր դեմը գրած չի ԿՊ, որ ԿՊ եղած, էլի ժողովրդի վստահություն։ Հասնավոր ԿՊ-ների ժպակի նշանակին։ Գիտե ոչ թե կամավորության սկզբունքով կամայականության սկզբունքով։ Հաստ ասեմ, ես միջև մարզպետելներ տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ եմ եղել։ Ուրեմն մեր համանդրությամբ ասում է, որ համայնքի ղեկավար լիազորությունները մինչև նորը ստանձնելը, եթե բանում պաշտոնակատար պիտի նշանակվի շոր հանգամանքներում, վարչապետի քաղաքային համայնքներում, մարզպետները գյուղական համայնքներում ԺՊ են նշանակվում։ Նիկոլ Փաշինյանի պարագայում իրանք իմիջայլոց ասեմ, դες 20 թվին որ արտակարգ դրություն հայտարարեցին, ոչ մի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ չի եղել։ Այսինքն համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը ավարտվում են, ընտրություն չկա։ 21 թվից նոր սկսել են ընտրությունները կազմակերպել։ Այսինքն բոլոր համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը ավարտվել էր։ Բոլոր քաղաքներում Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ է նշանակել ԺՊ։ Միտեղ չի եղել, որ ինքը գործող քաղաքապետին ԺՊ նշանակի։ Այսինքն ասի ժամանակավոր պաշտոնակատարը նշան, մարդը արդեն ընտրված էր։ Ընտրված մարդուն նշանակեմ ժամանակավոր պաշտոնակատար, մինչև ընտրություն կլի ժողովուրդ։ Իմը լրիվ ուրիշ մեխանիզմով են։ Չէ, ընդհանրապես ասեմ, ոչ մի քաղաքային համայնքում ինքը որ քաղաքապետի ԺՊ է նշանակել, գործող ոչ մի քաղաքապետի չի, միշտ նշանակել է իր նշանակած բոլոր ԺՊ-ները եղել են ԿՊ-ի կողմից առաջադրված համայնքի ղեկավարի տեխնացու։ Ընտրվել են թե չեն ընտրվել, մի հարց է։ Բայց ինքն ինչի համար է դանում, այդ վարչական ռեսուրսը օգտագործելու, այդ հեղինակությունը, այդ իշխանական լծակները օգտագործելու համար։ Այսինքն այդ մարդիկ, այդ սուտ պատրանքը ժողովրդի, իրանք ժողովրդի որոշման հետ ոչ մի դեպքում համամիտ չեն։ Իհարկե։ Ոչ մի դեպքում իրանք չեն հարգում ժողովրդի, օրինակ 21 թվին, չէ՞, կրկնակի էմյուսներից համարյա շատ ձայներ հավաքել պատրանք են ստեղծում, որ իբրև թե ոնց էին ասում 3 միլիոն վարչապետ, հետո քաղաքացին գնում էր, դուրը փակում էին, ասում էին աշկդ որ դա դուրս գալի, փարակար համայն 20000 բնակիչ, չի ասեք ինչ է խանգարում, այդ մարդիկ էս մարդուն են ուզեն ընտրել։ Ամենը կրկնակի էմյուս, այսինքն իր հավաքած ձայները ԿՊ հավաքած ձայներից կրկնակի շատ է եղել։ Այո։ Այսինքն ինչի՞ չեք թողնում այս մարդը դառնա համայնք։ Ինչ պիտի անի որ դառնա համայնքի ղեկավար։ Ժողովրդի կամք չէ պիտի իրացնի։ Ես հիմա հիշեցնեմ Ալավերդունը, պարոն Ասլանյանը կպատմի Վանաձորինը։ Ալավերդում ինչ արեցին։
շրջափակեցին շենքը կարմիր բերետավորներով, ոստիկանները որտեղ համայնքի ղեկավարի որ ավական ընդդեմ չեն թողնում այդ մասնակցի։ Ասեցին վերջ, դու չես լինելու։ Այդ էր ալավերդինը։ Հիմա Վանաձորինը։ Ուրեմն մենք էլի մտնում ենք մի քիչ կոնստրուկտիվ քննարկումների փուլ, ասենք ու մտածում ենք, որ ինչ որ մեկին վերին իշխանական ուղղակիներում հետաքրքրում է օրենքը, օրինականությունը։ Օրինակ Վանաձորի խաթեր կոնկրետ իմ պատճառով 4-5 օրենսդրական փոփոխություն են արել։ Մի հատ հակաօրինական խոշորացման են տարել քաղաքի, երբ որ իրանց այն նախատեսածա որ պիտի լինի կամ տեղական հանրաքվեներ կամ հանրային քննարկումներ, նոր տանեն քաղաքը խոշորացման, երբ որ իրանք հասկացան, որ իմ նկատմամբ անիմաստ է այդ ճնշումը կիրառել, ես պիտի առաջադրվեմ, օգոստոսի վերջին որոշեցի, որ Վանաձորը գնա խոշորացման ու փոխանակ խոշորացված համայնքի դեպ։ Չէ, խոշորացված չի եղել Վանաձորը։ Վանաձորը Գյումրին չեն եղել, չէ։ Վանաձորի հոկտեմբերի 17-ի ընտրությունները, որ պիտի լինեին Գյումրու հետ նույն օրը, իմ պատճառով, իմ առաջադրվելու պատճառով, իրանց պլանները խախտվելու պատճառով տեղափոխեցին դեկտեմբերի 5, որպեսզի խոշորացնեն, այսպես ասած, մտածելով, որ մի քանի գյուղ պետք է միանա, իմ ձայները կպակասի, հեղինակությունը կպակասի, որովհետև ես գյուղական վայրերում, ասենք, որպես համայնքի ղեկավար չեմ աշխատել։ Դրան զուգահեռ Ազգային ժողով 2 անգամ փոխեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության 64 հոդվածը, կարծեմ, հետո մի հոդված, երբ որ ես պիտի ղեկավարեի, միջև նոր համայնքի ղեկավարի ընտրություն, ավականին էլ միջև նոր ընտրված ավական ու առաջին իստը, դրանք բոլորը փոխեցին, բոլորի սարքեցին գործազուրկ, իմ փոխարեն լիազորությունը դադարեցնելու օրը նշանակեցին ԿՊ-ից ինչ-որ մի տղայի պաշտոնակատար, որպեսզի ես այդ արանքում, այսպես ասած, ձեր ասած վարչական լծակներից չօգտվեմ, որից ես երբևէ կյանքում չեմ օգտվել, որովհետև դա շատ անշնորհակալ գործ է, ինչ օգտվես, ինչ պիտի օգտվես վարչական լծակից, եթե մարդը քեզ չի ուզում ընտրի հոչեց գնալու հետը քվեա խուզ մտնես, տեսնես քեզ ընտրես, թե չէ, հետեաբար այդ վարչական ռեսուրսի մոբիլիզացիա եւ այլը կարող է 5-7% ազդեցություն տա։ Իսկ ընտրությունների հետ կապված, տեսեք, մեծ քաղաքներում, մեծ համայնքներում հիմնականում շատ քաղաքական ուժեր են մասնակցում։ Օրինակ Վանաձորում մասնակցել է 10 ուժ։ 10 ուժի մեջ վերջնարդյունքում ես ստացել եմ 45% ձայն։ 10 ուժի մեջ մնացած միջին ու փոքր համայնքներում մասնակցում է 2-3 ուժ, հիմնականում 2, օրինակ Կապան, Գորիս, Մասիս եւ այլ քաղաքներում մասնակցել է 2 ուժ։ Այսինքն այդ 2 ուժի մեջ իշխանական եւ ոչ իշխանական միշտ ավելի հեշտ է 50, 55, 60% ձայն, իսկ այնտեղ արդեն 10 ձայի բանի մեջ 45, այսինքն իրանք տեսել են ինչ ռազրիվով Վանաձորում ընտրությունները ընթացել եւ իրանք սրտով չի եղել բնականաբար։ Մոլդովայի ընտրությունները որ նայում էի ու ահազանգեր են, չէ, արել տարբեր տեղամասերում, ընդդիմադիր նաեւ ինչ որ գրասենյակների մոտ կամ տեղամասերի մոտ, շտաբների մոտ, ասել են որ ահազանգեր են եղել, կեղծ իբր ռումբա տեղադրված, իբր էսա։ Բացի 3 կամուրջ են թագել, որ դնես բանի վրայով չգնան։ Ընդդիմադիր երկու ուժերի չեն թողել ընդհանրապես, այսպես չորով ասել են չեք մասնակցելու։ Բայց քվեաթերթի անունը թողեցին։ Բայց իրենք ինչ են անում այս դեպքերը, ինչպես դուք նշեցիք, որ մարդկանց մոտ վախ առաջանա։ Այսինքն հիմա նայեք ինչ են արել Մոլդովայում, ինչ են անում այլ տեղերում, համայնքներում, մեր համայնքներում ընտրությունների ժամանակ 26 թվականի ընտրություններին դրանք կրկնվելու են եւ այո ավելի լայն բան են ստանալու ահաբեկելու ուղեկցումով գնենք դեպի ընտրություններ իհարկե բայց ես ուզում եմ նաեւ խոսենք Գյումրիում ինչ է լինելու Վարդան Ղուկասյանը քաղաքապետը հայտարարել էր իր կարծիքներ արտահայտել որ Հայաստանը պետք է միանա միութենական պետությանը կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը ինչ պիտի ասի իր ծրագրերից թխող այսինքն բայց դա կարծիք է հիմա մեկ ասում է ես Եվրամիություն եմ ուզում Հայաստանը գնա Հայաստանը Եվրոպական միությունը սուվերենության ավելի շատ բաժինապետությունից խլում քան ցանկացած այլ մի կազմակերպություն իհարկե հարցը այստեղ չի նայեմ որ ասում են նախասիրությունների հարցը մարդկա ասում է ես տեսնում եմ որ մեր Հայաստանի ապագան չգիտեմ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ է մեկ ասում է ես տեսնում եմ օրինակ BRICS-ի մեջ մեկ ասում է Եվրամիության մեջ մեկ ասում է միութենական պետություն մեկ ասում է սովետական միությունը պետք է վերականգնի հիմա Վարդան Ղուկասյանի կարծիքն է դրա համար Վարդան Ղուկասյանը ուղղակի իշխանությունների ոմանցից հեղինակային իրավունքն է վերցրել ինքը օգտագործել դրանից են ավելի շատ կա տենց բան
Կա, որ ասում մի բան կա, մի բան կա։ Չէ, դե հիմա ուրիշ բան, ասենք այս իշխանությունը օրենք է ընդունել, որ Հայաստանը անդամակցի Եվրոպական միությանը։ Ընդ որում այդ օրենքը իրանք իմանալով, որ անդամակցությունը այդ գործընթացը չի նախատեսում։ Հա, այդ կեղծ գործընթացը։ Հա, բայց Եվրոպական միության անդամակցելը դա լինում է սուվերենության հաշվին, ովքեր որ Եվրամիության անդամ երկրներ դարձել են միություն, որտեղ Եվրամիությունը քաղաքական կազմ է, տնտեսական կազմակերպություն չի։ Այսինքն դա ունի պարլամենտ, որի ընդունած օրենքները Ավելին ունի չի կարելիների մեծ ցուցակ։ Կա Եվրոպական հանձնաժողով, որի դիրեկտիվները պարտադիր կատարման ենթակային անդամ երկրներ։ Հիմա եթե այն մարդիկ, ովքեր խոսում են ինքնիշխանությունից, դրանք կյանքում պիտի Եվրամիության անդամակցելու որոշման կողմ չքվեարկեին։ Հիմա իրանք դրան կողմ են քվեարկել։ Այս մարդը որ ոչ քվեարկողն, այսինքն ոչ մի համայնքի ղեկավար չի կարա իր գործողություններով պետության արտաքին քաղաքականության վրա ազդեցություն գործի։ Էդի, այսինքն ինքը եթե նույնիսկ հայտարարություն է անում, իրան լիազորությունները թույլ չեն տալի իր հայտարարությունները կյանքի կոչելու։ Հա, բայց այստեղ ինչ շատ հետաքրքիրը որն է, ԿՊ-ական Կարեն Սարուխանյանը, ով որ թմրանյութի համար անալիզներ են հանձնում, մինչև հիմա անալիզներ է հանձնում, հա, ման են գալիս։ Կարեն Սարուխանյանի ուղեղում, գլխում այդ հարցը ծագել է, ինչպես կարելի է Վարդան Ղուկասյանը իր լուսամետ հայտարարություններով սասանում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Կարեն Սարուխանյանին հիմա պատկերացրեք ու իր հնչեցրած հարցը պարլամենտում։ Դրան հետևում է Նիկոլ Փաշինյանի խրոխտ պատասխանը, որ ասում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից, քաղաքական մեթոդներով ու այն մեթոդներով, որ դուրս շպրտենք ով տենց բան անում էլի։ Հա, ոչ սխալ ասում են մարդը։ Իրան նկատում։ Հասկացաք, հա, այո։ Եթե դու շպրտեն։ Հա, բայց Վարդան Ղուկասյանը անմիջապես ասուլիս է հրավիրում եւ ասում է ժողովրդի ինտրիալին։ Այդ ոնց պիտի դուրս շպրտի, հա? Վախեցող չկա, ասում է, բան չեմ, չգիտեմ ինչ գործողություններ են անելու, ինքը մենակ վախենում է բարձրյալ Աստծուց, պստկուց այդպես է եղել, ասում է, այդպես էլ կմահանան, ոչ թե մենք դուխով ենք, մարդու հետ պիտի ծնվի այդ դուխը, այս ասում եւ նաեւ ասում է, որ հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե միության մեջ, ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով իմ խոսքերին հակադարձի ու ինձ կոմենտ գրողները մեզ վատ բան ասի, որ ասի, այո, սրիկաշան որդի են, թուրքահպատակ։ Այդպես է պատասխանում, ասում է, եթե որևէ մեկը տանում է Հայաստանը դարձնի թուրքահպատակ, շանտղա է եւ այլն եւ այլն։ Քաղաքական ամեն մարդ ասի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը կարա տենց հայտարարություն անի։ Չգիտեմ, Խզմալյանի կուսակցության ներկայացուցիչը մի ուրիշ բան։ Դրան պետք է նորմալ է։ Հիմա տեսեք փաստը ինչ է։ 2025 թվականի նույն օրը տեղի ունեցել համայնքի ավականու երկու արտահերթ ընտրություն, նույն օրը Գյումրիում եւ Փարաքարում։ Փարաքարի համայնքի ղեկավարը գնդակահարված է, Գյումրու համայնքի ղեկավարի դեմ սկսված է արշավ, որ դրան հեռացնեն։ Հա։ Էդի փաստ է։ Ասում է Ռուբեն Ռուբինյանը ասել է բանը, շանտղա արտահայտությունը չարաշահողներին դնչկալ հագցնելու ժամանակն է, ու սկսել են։ Այսինքն դա պիտի չարաշահի, պիտի տեղն օգտա, այսինքն ով որ Սերդար Քլեչի հետ համագործակցում է, դա շանտղա եզրույթի մեջ տեղավորվում է առանց չարաշահելու։ Փաստորեն Վարդան Ղուկասյանը իր համայնքը սիրող մարդ է։ Նախկինում 13 տարի այդ համայնքը ղեկավարած։ Իր ցանկացած հայտարարություն, կներեք, ով ուզում է, ինչ կարգի ուզում է քաղաքականացնի։ Նախընտրական շրջանում ուղղված են եղել իր համակարգացիներին, որոնք գնացել են ընտրությամբ իրանց կարծիքը վերաբերմունքը արտահայտել։ Այսօր էլ կներեք լրատվամիջոցներին, այսինքն մարդու կարծիքի վրա բռնանալ, չգիտեմ, այդով է տարբերակումները դրել BRICS-ը, չգիտեմ, ՇՕՍ-ը, Եվրամիությունը եւ այլ, այսինքն մարդու կարծիքի վրա դուք ինչ գործ ունեք, ինքնիշխանությանը, ով որ վնաս է տալիս, ով որ այս երկրի ինքնիշխանությունը, անկախությունը սասանել է, ով որ մեր արժեհամակարգը, մեր վերջի տարիների հաղթանակները 30 տարվա, մեր սահմանադրությունը ով ոտնահարել է, գնացեք նրանց ասեք, սկզբից ձեզ բռնեք, ձեզ դատապարտեք,
չգիտեմ, հետո անցեք մնացածին։ Ալիևի պահանջը Ղուկասյանն է փոխում։ Ասենք իր իշխանության համար պայքար են տանում։ Ասենք Վարդան Ղուկասյանի կոլորիտով իր միտք արտահայտող մարդ է, ոչ մեկի, չգիտեմ, կներեք, այս բան իր քաղաքի խնդիրներով։ Ասենք, հա, ինչ որ կամ էսում վրա եք մուննատ գալիս։ Նախորդ համայնքի ղեկավարին ինչ արեցիք։ Այն սրտներով է չէր, այս մարդը սրտներով է չի։ Ինչ եք ուզում դուք։ Այսինքն ես մի անգամ դատարանում իմ դատերից մեկի ժամանակ ասի падգամավորներից մարդկա ասի ճիշտն ասած ես անկեղծ, քանի ես մարդկանց մտածելակերպը այսպիսին է, թող ընդհանրապես ընտրություն չանեն։ Թող չանեն ոչ թշնամասնեն, ոչ սպասելիքներ առաջացնեն։ Եթե արդյունքները չեն աշտվելու։ Սովետի պես կամ չգիտեմ լիք այլ երկրներ կան հասարակական գործը, թող արդյունքները եթե նշանակություն չունեն համայնքի, չգիտեմ, պետության եւ այլ կառավարման գործում թող միանգամից նշանակում անեն, պարտկոմով որոշեն, պլենում են անեմ, ինչ են անում։ Օրինակ իրանց բանի ԿՊ-ի նշանակեն միտեղ սրան, միտեղ նրան, մեզ էլ էս ցավից ազատ են, ոչ էլ գնան արևելյան գործընկերության եվրոպական կառույցներ ստից ընդ գնան քամիները օթեր անեն, այն օրը ելույթը լսեցի, այդ մասը ասма համայնքային որևէ ընտրությունից հետո որևէ բողոքի ցույց չի եղել, խի չի եղել։ Ոնց չի եղել, Վանաձորը մեծ եղել, ցանկացած Ալավերդի էլ ա եղել, կամ ինչ պետք է ցույց ելներ։ Ասենք մարդիկ, ասենք դասատուն ու բժիշկը գնացել են ինձ ձայն տվել, որոնք որ պետական բյուջետային աշխատող են։ Ոնց դուք գա միտինգ անի։ Ոնց դուք գա որ դու բռնես գործից անես այն մարդուն։ Դուք լայքի համար մարդուն գործից անում եք։ Ոնց պետք է դուք գան միտինգ անեն։ Ոնց պետք է իրաց կարծիքը արտահայտել են ընտրության միջոցով։ Դուք եթե այդ ընտրության ջեբգիրի նման այդ ընտրության արդյունքները գողացել եք։ Ճիշտ է։ Իմ հետ ուղարկե բանտ։ Ասենք ինչ է, ես ինչ ժողովրդավարությունից ստից բա գնացեք կոնկրետ ասեք, մենք գնում ենք, չգիտեմ, բռնապետության կամ մենք գնում ենք այլ կառավարման մոդելով, մեկը սահմանադրությունը փոխում են, թող 6-րդ հոդվածը ԽՍՀՄ-ի սահմանադրության վերականգնեն, միակուսակցական ռեժիմ սարքեն, ասենք այդ վաղ ԽՄԿԿ-ներ, թող նա ՔՊԿԿ, չգիտեմ ինչ անեն, ասեն ախպեջան կամ ԿՊ-եք, կամ քաղաքական դաշտ գոյություն չունի։ Ինչ են ուզում այս մարդիկ։ Կամ ճակատագրերը խեղելով կներեք, մեր կյանքը, մեր երեխեքի կյանքը, մեր մասնագիտությունը, մեր վաստակը, ասենք ջրին գցած ինչ որ մի հատ խմբակի կներեք քմահաճույքի անգրագետ հիմնականը անգրագետներով համալրված, հիմնականը անկարողներով համալրված մարդիկ այսօր որոշել են, որ ես հանցագործեմ, են մեկը սրբազան չի, են մեկը բարերար չի, են մեկը չգիտեմ ով չի, բայց ով են ասողները, թերուս, անգրագետ, ինչպես երեք բանիսի ավելացված արժեք չստեղծած, ինչ արժեքներ էին սերմանվում, ովքեր էին ու ինձ այս օին սարքողները ովքեր են դրանց մտածելակերպը, այդ ընչաքաղցության մտածելակերպը, ովքեր են կհասկանայիք ինչ է կատարվում։ Իրանց հիմիկվա տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Խուդաչյան։ Շատերին չեմ ճանաչում։ Դե հիմա նախարարը դրա կենսագրությունը։ Նա սկզբից ընտրվավ Արմավիրի քաղաքապետ։ Գիտեք ինչի։ Որովհետև մենակ ինքն էր առաջադրվել։ Ասենք այն կարմրաթուշ տղան, չէ։ Չէ։ Հա, կարմրաթուշ։ Արմավիրի քաղաքապետ։ Կարմրաթուշ տղան։ Հիմա արևների տակ մի սևացը լավ ոնց։ Մենակ ինքն առաջադրված է։ Մասնակցությունը գիտեք ինչքան է եղել։ Ընտրողների մասնակցությունը 11%, թե 18%։ Այսինքն փաստացի համայնքի բնակիչները չեն գնացել որ ընտրեն։ Հետո նա դառել է մարզպետ, հետո տարածքը, օրինակ Արմավիր ոչ մի խնդիր չկա, մենակ իրանք առաջադրել են, իրանց ընտրվել է։ Դրա այդ համերաշխ են, դա համարում են ժողովրդավարություն, բայց Վանաձորը որ մարդը գնացել է, իր բնակիչները կենսագրությամբ ինքը ընդհանրապես ով է, որտեղից է։ Չէ, կենսագրությունը դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ այդ ունենում են։ Ունենում են, չունի, էլի այսքան մի քանի տող։ Բուժկույն ասում է, չէ, կարճ եւ սիրառատ։ Դրանց այդ բուժկույրը դրանցից շատերի կենսագրությունը որ նայեմ ես մինչև 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը իրանց կյանքում մի նշանակալի իրադարձություն ծնվել են այսինքն ծնվելուց հետո մեկ էլ հաջորդ իրադարձությունը որը նենց տեսանելի բան է դա 18 թվից հետո է սկսում ասենք օրինակ բայց ինչպես ասեց այդ բուժկույրը որ դարձավ հանձնաժողովի նախագահ ԿՊ-ական առողջապահության հանձնաժողովի չէ այդպես այո առողջապահության հարցերի հանձնաժողովը
Սեր կա այդ կենսագրության։ Թե ասա որ եղել են չես ասում։ Եղել է հիմա։ Միան մոծավ բաց ու հրապարակային։ Ինչու եմ այդ նախարարին հիշում բանով տեց, որովհետև մի անգամ հյուր պիտի դիմավորի օդանավակայանի վիպում ինքը պիտի թռներ Թուրքիա, հիշում եք, այդ օրերներ։ Դրա համար հիշեցի, հա, գնալու էր հանդիպելու բան։ Շատ կարևոր եկավ ուղեկցողներով պայուսակը մեկնա բռնում եւ այլն դες Խուդացյան, այո, դա։ Դրա համար ինչու եմ հիշում, որովհետեւ Թուրքիա էր գնում այդ օրը, հենց մեկնում էր հանդիպումների։ Վիպից օգնում է։ Բա վատա վիպից արդեն վիպովա թռնում, օգնում են իրեն եւ հետաքրքիր էր որ բարևեց, ոչ ոք չէր բարևում, չէին հասկանում սա ով է, էլի ընդհանրապես, բայց եկել էր տենց ուղեկցողներով։ Ինչևէ, ինչ սցենարով, հա, Վարդան Ղուկասյանը հետապնդումների մեջ է։ Մի կողմ թողենք իր տղան, որտեղ այսպես պատմություններ միշտ էլ իր տղան ունեցել է եւ այլն թույլ տեղերից է, իր վրա էլ բազմաթիվ կարող են հոտվածներ, դատվում է եւ կարծեմ նոր է եկել, ասենք հիմա կապ չունի, այսինքն ինչ կապ ունի մարդուն բռնել են, հոր վրա ճնշում գործադրելու։ Ահա, հիմա, բայց հա, ինչ սցենար գործի կդնեն, ինչ կանեն, կկալանավորեն։ Չէ, չեմ կարծում թե այս ֆոնի վրա կկալանավորեն կամ էս կանեն, բայց ամեն դեպքում կաշխատեն ու արդեն սկսել են աշխատանքները քաղաքի համայնքի գործերը բռավալ տալու սուբվենցիոն ծրագրերի միջոցով են արել։ Չէ, կալանքը կտանեն, ակնհայտ։ Թե անիմաստ է այս բային։ Իրանց համար հիմա ընդհանրապես այս իշխանություններին տեղական ընտրությունները ինչի համար են հետաքրքիր։ Ոչ թե որ այդ համայնքում խնդիրներ լուծվեն, այնտեղ ժողովրդի կամ կատարվի, այլ դա որպես հիմք օգտագործեն համապետական ընտրություններում ռեսուրսը նույնն ասենք ըստ վաղը մյուս օրը գիտեն կրվելու են այդ բանը, բայց այս բանը Վանաձորի հետ ինչի չեն հաշտվում, չէ, ասենք մեծ համայնքա, ասենք ոնց կարա թողնեն ընդ Մամիկոնն համայնքի ղեկավար, իրանք ոնց գնան ընտրության այդպես, չէ, ասենք ակնհայտ է որ այդ համայնքում հետագա պրավալ առնելու։ Հիմա նույնը առավել է Գյումրին, ասենք հիմա 26 թվի եթե իրանք ընտրական խնդիր ունեն, ոնց կարան թողնեն Գյումրին վերահսկողությունից դուրս։ Դրա համար պիտի այնտեղ փորձեն իշխանություն հաստատեն։ Իսկ դրան գնալու մեթոդները դե բարձ են, դուք էլ ասացիք, քրեական վարույթներ կնախաձեռնեն, ապօրինի ձևով կարան ձերբակալեն։ Հիմա տենում եք էլ հիմա Շիրակի թեմի առաջնորդը չի, դե նա մյուս քաղաքացիական իշխանություն։ Այդտեղ ինչ սցենար կանեն։ Գնալու են մտնեն եկեղեցի, չի գնալու մտնի եկեղեցին, գա եկեղեցու ներսից այդ հուդաներ կան ծախվողներ կամ բաներ կան, դրանց միջոցով ցանկանալու է, բնականաբար չեմ կարծում թե վերջացնուկը հաջողի, նույնն էլ գիտեք ինչ համայնքն ոչ մի էներգիա, այսպես թե այնպես չի կորելու, ասենք Վարդան Ղուկասյանին, չգիտեմ, կկալանավորեն, չեն կալանավորեն, դա հարցի է, մեկը իշխանությունը չեն կարա խլեն, որովհետև այնտեղ արդեն իսկ, ասենք Մարտուն Գրիգորյանն է իմ ընկերն անկախ ամեն ինչից, մնացած բոլորը այս պահին գոնե պարտավորվածություն ունեն չփլվելու, որովհետև այսօր չի կարելի փլվել այնտեղ, այսինքն այդ կոալիցիան չեղած, չգիտեմ, լուր համաձայնությամբ այնտեղ չի կարելի ուղղակի, որովհետև իրանց նպատակը դա է, որ ներսից մարդ գտնեն, ավականու անդամ գողանան, չգիտեմ ինչ անեն, մի կողմն ասի, այդ մի կողմն մի տարին հենց լրացավ պաշտոնավարման, անվստահության գործընթացը։ Դե չեն կարող 11 բանա պետք է դեղ։ Դե հիմա փորձեն էլ ալավերդի։ Դուք որ ասում եք ուրիշ սցենար կկիրառեն, ինչ նկատի ունեք։ Դե ասում եմ, էլի քաղաքի խնդիր, քաղաքի համար կստեղծեն խնդիրներ։ Բայց կարող է նման, հա, հաշվեհարդարներ կներեք։ Հաշվեհարդար կրակոց։ Տեսեք, համայնքի բյուջեն Գյումրի ու Վանաձորի այլ տեղերի դոտացիոն բյուջեներ են, այսինքն ինքնածախսածածկվող բյուջե չի, 70%-ը մոտ պետական կենտրոնական ֆինանսավորման բա կատարվում, այսինքն դե զաջերժ շինարարությունների համար չվճարել, շինարարությունը չընդունել, եթե նպատակ ունեն չար գործանելու, ամենամեծ չարությունը կլինի դա այս մնացածը ֆիզիկական ներգործության, քրեական ներգործության միջոցները ընդհակառակը դրանով Վարդան Ղուկասյանի ու իշխող ուժի հեղինակությունն ավելի է բարձրանում, որովհետև բոլորը հասկանալու են ինչի դա ուղղված։ Արդեն իսկ ասեմ ձեզ, որ մի գործիք արդեն գործի են դրել, այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Գյումրիում 44-օրյա պատերազմում նահատակված հերոս դարձած գյումրեցի ոստիկանների հարազատները, տեսեք վրդովված են Վարդան Ղուկասյանի որոշ հայտարարություններից եւ նաեւ այն հանգամանքից, որ հոկտեմբերի 4-ը, ասենք տեղյակ են, որ հոկտեմբերի 4-ը ինչ օր է գյումրեցիների համար, որ իրազեկ է, որ
գոնե մեկ պաշտոնյա համայնքապետարանում, որ Շուշի, այո, դեպքի օրն է, հա, որ Շուշի մշակույթի տան 11 զոհվոր միայն Գյումրիից է եղել, այո, հա, եւ ասում են դուք ռասամոլությունից եւ ռուսոներից բացի ոչ մի արժեք չունեք, բանը, հա, հարգանք խոնարհում են պահանջում։ Հենց պաշտպրոշտին անեմ, քիչ ժամանակ խելագարվեց։ Այդ ասողները սեպտեմբերի 13-ին գրթոմունք արտահայտել են, որ Հրազդանում ֆեստիվալ էր։ Այո, որ 200-ից ավել զոհեր են եղել այդ օրը եւ իշխանությունը մի բառ չասաց։ Սուկ չեն հայտարարել։ Ինչի սեպտեմբերի 27-ին գնացել են Եռաբլուր։ Երբ որ տեսան, որ Սերժ Սարգսյանի մյուսների ուղարկած ծաղկեպսակները տեղադրած են, նոր իրենք որոշեցին առաքիչներով։ Առանց պատվո պահակախմբի, առանց։ Այո, այսինքն էսումից ուզում եմ ասեմ գործիք արդեն վատ բան են անում, շատ կեղտոտ, օգտագործում են 44 օրերի զոհերին։ 3-4 ծնող պետք է լինի, որոնցից հաստատ 1-2-ը կամ մասնակցած են այդ նախաձեռնությանը կամ ոչ, ասենք Վանաձորում 4 ոստիկան էր, եթե չեմ սխալվում։ Բարոնայք, եւ ամփոփելով, հա, ընտրությունների մասին ենք ուզում խոսել։ Արդենից տեսնում ենք ցանկացած գործիքի դիմելու են եւ կրակոց, եւ զեղծարություն, եւ կալանավորում, եւ բոլորին, հա, այսինքն բոլորի հետևից ընկնելու են անեն անելու, հա։ Դուք կարծում եք մեր ժողովուրդը դրանից կվախենա։ Մեր ժողովուրդը, հա, դրանից, այդ օրինակ ընտրական process-ը, իրենց նպատակը ո՞րն է։ Գյումրիում անում ի՞նչն էր, ինչ էին ուզում, որ այդքան մարդ չմասնակցի, չէ։ Վախի մթնոլորտ առաջացնեն, որ մարդիկ չմասնակցեն։ Բայց դա հակառակ էֆեկտ ունեցավ։ Գյումրիում, չէ, օրինակ մենք տեսանք եւ ոչ միայն Գյումրիում հիմա խոսեք, այսինքն իրենց նպատակը չիրականացավ, որովհետեւ իրենց պլանները խառնվեցին, որովհետեւ մեծ մասնակցություն եղավ։ Երևանի ընտրությունները վերցնենք, չէ, իրենց պլանները էլի չաշխատեց ըստ էության։ Հիմա իրենք սրանով կհասնեն իրենց նպատակին մարդկանց վախեցնել, որպեսզի քիչ մասնակցություն լինի, կարողանան իրենց խնդիրները լուծեն, չեզոքացնեն բոլոր հեղինակություն ունեցող մարդկանց, բարձր վարկանիշ ունեցող մարդկանց։ Եթե իրենց նպատակներին մենք նայենք, այսինքն մենք հույս ունենանք, որ իրենք են էլի այդ օրակարգերը թելադրելու, բնականաբար կկարողանան ինչ ուզեն էնել անեն։ Իրենք ուզենալու են դաշտը ինչքան հնարավոր է կոտորակեն, մանրացնեն, մանր թիրախային խմբերին խփեն, կեսին ընտրության չթողեն, կեսին չգրանցեն եւ մյուս կողմը հարցի, եթե ինքը արդեն նախանշել է, որ իր օրակարգը 4-րդ հանրապետությունն է, խաղաղության դարաշրջանն է ու նոր իրողությունները իսկ պատկերացրած։ Մյուս կողմից, այսինքն ընդհանուր մյուս կողմին նկատի ունեմ, որևէ առաջարկություն այս պահին չկա։ Այսինքն օրակարգում նետված չկա մի այլ ալտերնատիվա, միտ գաղափար, որի շուրջ ձեր ասած ակտիվորեն ժողովուրդը դուրս գա ընտրությունների։ Հետեւաբար, եթե ընդամենը էլի նույն սկզբունքով Նիկոլ Փաշինյանը դավաճանա, հողատույա, նայել նախկիններն են, թալաչիներն են, այս սկզբունքով գնացին նույն 21 թվի պատկերն ալնելու։ Եթե առաջարկությունների փաթեթ չկա, ընտրությունների են գնում, այդ որ ասում են ծրագիր չեն նայում, ընդհանուր առմամբ հակառակ ծրագիրը չեն կարդում, բայց լսում են մարդիկ, ինչի շուրջ են գնում, ովքեր են գնում, ինչ անելու համար են գնում, ինչ առաջարկություններ, ինչ ծրագրեր, եւ ինչպես են խաղաղությունը պատկերացնում, ինչպես են կարողանալու։ Հետեւաբար, եթե իրար գզելու մթնոլորտում են գնալու, ինքը հաղթելու միանշանակ, որովհետեւ ինքն է թելադրել այդ մուրճ ու մանգաղներ, դախորտի չգիտեմ ինչն էլ, հետեւաբար, եթե իր օրակարգով են գնալու, ինքը իր նպատակը ո՞րն է, որ էլի 15-20 ուժ մասնակցի 3-4 ուժերին ինքը կարողանա ջլատի, կրվացնի, գզվացնի, կեսին փագի, չգիտեմ ինչ, թուլացնի։ Ստեղ պետք է լուրջ կոնսոլիդացիաներ գնան, 2-3 մեծ բլոկից ոչ ավելին։ Այսինքն ով իրան համարում է հակաիշխանական, անպայման չի ինչ-որ գաղափարների, պիտի հասկանա, որ խմբի մեջ ներառվի ու դա պետք է լինի տաբու իշխանությունների հետ համագործակցությունը։ Ու ըստ արդեն պատկերացումների, ըստ գաղափարների ներառվեն 2-3 բլոկի մեջ կարողանան մասնակցել ընտրությունների, եթե
բոլորն իրենց հրճակեցին ընդդիմադիր ու գնացին 7-10 ուժով, որևէ փոշիացնելու են։ 7-10 չի 30 է։ Չէ, 7-10 ուժ է։ Առայժմ ես 30 եմ հաշվել, որ հնարավորաբար։ Մահա, չէ, նախ 21 թվին 25-ը մասնակցել։ 25-ը մասնակցել։ Ասենք Հիմա նորը ստեղծվում են, չէ՞, դրանք ստեղծվում են ինչի համար, մասնակցելու։ Այն 25-ից ոչ մեկ չի ասել, որ չի մասնակցելու։ Էլի լավ 30։ Բայց 21 թվին շեմը հաղթել է 2-ը։ Օրենքով սա, մեկը իշխանական է, մեկը օրենքի ուժով է։ Այսինքն, դա նշանակում է նախորդի հետևություն անելուց մենք պիտի նախ գիտակցենք մի բան, որ նախընտրությունը ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտ է։ Չի կարա բռնապետության պայմաններում ընտրություն տեղի ունենա։ Այսինքն իր հետ որն էլ ով էլ որ դուրս գա պայքարի, ինքը քաղաքական պայքարի չպիտի գնա, որովհետև համարժեք չեն ուժերը։ Այսինքն, եթե տարբեր խաղեր, եթե ենթադրենք արենային դուրս գալի, եթե ենթադրենք շախմատի տախտակն է, չէ՞, եթե Լևոն Արոնյանը շախմատ խաղա մի հատ բռնցքամարտիկի հետ, որ այդ բռնցքամարտիկը դաշտինսկի չի նայ, մենակ Արոնյանի խփում է, նա էլ նոկդաունից հետո էլ ինչ-որ ձևի պիտի կենտրոնանա, դա միտք աշխատում է, խելոք տղա է, պարոնները գիտի, չէ, էլ միշտ ձևի փորձում է կենտրոնանա, մի հատ քայլանի, այն դիմացին մի հատ ուրիշ քայլանը, մի հատ էլ է խփում։ Չի կարա Արոնյանը դրան հաղթի։ Այսինքն Արոնյանը կարա հաղթի շախմատիստի, որը իր հետ նույն կանոններով, նույն խաղով է խաղում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ընտրությունների պատրաստ չի գնալու, որովհետև ինքը ոչ քաղաքական թիմ ունի, ոչ գաղափարախոսություն ունի, ոչ կուսակցություն, այդ քաղաքացիական պայմանագիրը դա խմբավորում է, դա կուսակցություն չի, ոչ ծրագիր ունեն, ոչ գաղափարախ, դա խմբակ է, Սամվել Կարապետյանն ասել է, չէ՞, փոքրիկ խմբակ։ Այո։ Ինչի ասում փոքրիկ, որովհետև ես հաշվել եմ, ոտ ու գլուխ դրանք 200 գլուխ են։ Ավել չեն։ Չէ, լուրջ է մարդ։ 69 դրա համար էլ ԵԺԿ փորձում են մտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցություն ամենամեծ կուսակցությունը։ Չեն թողնում, չեն թողնում։ Կանոնադրություն պիտի նայեն, չէ՞, կասեցեք գրա այդ բանը։ Բայց ինչի ինչ ղայնացած նույն Արմեն Աշոտյանի նկատմամբ այդ հետապնդումները, որովհետև հիմա պատկերացրեք 200 այնտեղ է համագործակցում են ԵԺԿ-ի 200 հոգի ու 2 միլիոն։ Մենք հիմա այս 2 միլիոնով այս 200 հոգու հարցեր պիտի լուծենք։ Էդի դժվար բան չի։ Իհարկե դժվար չի։ Ու էդի լրիվ հնարավոր է, եթե ճիշտ է, այսինքն ոչ թե դու իրան գնահատում ես որպես քաղաքական ուժ, որ ինքը մթում է օրակարգն է բերում, դու էլ ուրիշ օրակարգ չէ։ Սա այստեղ պիտի ազգային ազատագրական պայքարի տրամաբանությամբ մենք մեր հասարակությամբ ինքնակազմակերպվածության մի աստիճան դրսևորենք, որ այս փոքրիկ խմբակին տապալենք։ Այո, դա հնարավոր է։ Իրականում դա հնարավոր է։ Եթե մտար իր հետ հավասար ընտրապայքարի տրամաբանության մեջ իր ուժի պայմաններում դու չես կարա հաջողություն ունենաս։ Իսկ եթե ճիշտ ես գնահատում իրավիճակը եւ գործողությունները համարժեք են ելնում, շատ հեշտ է։ Պարոն Ղազարյան, ասեմ ձեզ, նույնիսկ Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշ չունի եւ չի բացառվում աջակցեն բոլորովին այլ մարդու։ ՔՊԱ-մերձ բոլորովին այլ մարդու, արդեն դա էլ է տեսանելի։ Իսկ Արևմուտքը ամեն դեպքում ծրագրեր ունի, ուզում է համագործակցել, ինքը ուզում է լեգիտիմություն, վարկանիշ ունեցող, ոչ թե, հա, այսինքն ժողովրդի 200 գլուխ է, հիմա էլ պատվաստվում են, էդ էլ չի, այսինքն իրանք զգում են էլի հիվանդությունների դեմ, չգիտեմ ընդ տարբեր է էլի, դե պատվաստումներ ինչի դեմն ալում, կատաղություն ալում, դա բաղալում, ես իմ ուրիշ հիվանդությունները, ինչքան էլ իրանք փորձեն այդ դիմակայությունը ցուցաբերեն, գլխականակ դրանց չի ավելանալու։ Պատվաստումից այո, չեն բազմանում։ Չեն բազմանում, բացի այդ ասենք դրա իրաց դիմադրողականություն։ Հա, դել կա։ Օրինակ ասենք այսօր տեսա այն Արտուր Հովհաննիսյանին էլ էին պատվաստում։ Առաջի տպավորությամբ դա պիտի կատաղության դեմել է։ Չէ, որ ասենք թե ինքը ագրեսիվ ես նախազում եմ ձեր այդ համբերությանը, հա, որ դա գալի էլ կատաղած։ Որ ասում են լեզուտ կկտրեմ, չէ։ Մենակ ինչ, բայց ես շատ այլ տեղերում եմ տեսել կատաղած։ Օրը մեկին կպնում է, չէ։ Նա էլ է թմրանյութի գործով, այո, անցնող մեկը։ Նույնիսկ շիշը չի կարում ճիշտ գցի։ Ազգային ժողովում գցես կպավ իրաց կարող է ստոշնել ուզում են նրան խփել, պրոստը այդ արակը ողջել։ Պարոնայք, այսինքն դա հնարավոր է եւ այստեղ փաստորեն հարգելի հետևորդներ իմ հյուրերը ռեպրեսիաների դիմացել են, ինչ ասեք ձեր դեմ արել են, էլ հարձակում, էլ չգիտեմ, քրեական գործերի հարցում, բանտարկություն, ոչ մի բան,
ոչ ձեզ փոխել է, ոչ ձեր կամքն է կոտրել, Մի քիչ ոնց որ ոչ էլ հակառակն է։ ձեր լավատեսությունը Մի քիչ ոնց որ նույնիսկ հակառակն է։ ամենակարևորը։ Այսինքն դա հնարավոր է անել, հնարավոր է անել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք դեռ թեմաներ կունենանք, որ այս ձեզ հետ քննարկելու առաջիկայում հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Կիրակնորյա դասեր հաղորդաշարն են, անպայման բաժանորդագրվեք, տարածեք, գրեք ձեր տեսակետը, ձեր հարցերը։ Իմ հյուրերն էին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւ Վայոց ձորի նախկին մարզպետ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։